Շարունակելով մեր շարքը ընթերցանության, սիրելի բարեկամներ, շարունակենք ընթերցել Թուրքիայի մասին գիրքը, որի վերաբերյալ մենք խոսում ենք նախորդ հաղորդումներից մեկում, հենց թուրքերը իրենց մասին ինչ են գրում։ Ուրեմն մենք որտեղ կանգ առանք, Մանասկերտի ճակատամարտ, Սելջուկ թուրքերի համար մի կարևոր իրադարձություն, դա պատմական Հայաստանի տարածքն է, Վանի մոտակայքում մենք ինչ արձանագրեցինք, որ երբ սելջուկական այդ օղուզական ցեղերը երբ եկան մեր տարածաշրջան, հայկական պետականություն այլևս չկար։ Եվ իմ եզրակացությունն այն էր, որ թուրքական այդ պատմական հիշողության, էթնիկ հոգեբանության մեջ ձևավորվել է հայերի հանդեպ արհամարանք հատելությունը այն հանգամանքով նաև պայմանավորված, որ երբ նրանք եկել են այս տարածաշրջան, Հայաստան որպես այդպիսին Հայաստանի չեն բախվել են արաբական խալիֆայության եւ Բյուզանդիայի միջև կիսված տարածքների, նրանց տիրապետության տարածքների, որտեղ այո բնակվել են հայեր եւ հայերը նրանց կողմից, մասնավորապես Բյուզանդիայի кողմից պատերազմել են իրենց դեմ. 954 года назад, 26 августа 1071 года, турки-сельджуки под командованием легендарного правителя Алп-Арслана нанесли византийской армии сокрушительное поражение в битве при Малазгирте. Эта историческая победа имела чрезвычайно важные результаты для всей мировой истории, открыв туркам, сельджукам и тюркским народам путь в Анатолию, а также инициировала длительное и тесное взаимодействие между тюрками и западным миром, что изменило историю не только Византийской империи, но и всего Запада. 26 августа 2025 года президент Турции Реджеп Тайип Эрдоган подчеркнул в своем обращении, что победа при Малазгирте стала поворотным моментом в истории турецкой нации. Именно эта победа, по его словам, открыла двери Анатолии, утвердив ее как вечную родину турок и заложив фундамент их тысячелетнего присутствия в регионе. Малазгирт — это не только военный успех, но и начало формирования в Анатолии цивилизации. Այդ նվաճողական քաղաքականության մեջ Ալփ Արսլանի մասին մենք խոսեցինք, ով նվաճել է, փաստորեն հաղթել է Մանասկերտի ճակատամարտում, վրեժ լուծելով իրեն գրում են Տուրղիլ Բեկի վրեժը լուծելով, ում բյուզանդացիները առաջարկում էին ամուսնանալ խոզի հետ եւ իրենք կամավոր կհանձնեն Մանասկերտը։ Ահա այսպիսի պատմություն ինձ մեկնաբանություններում գրեցին, թե իսկ ինչու չկար Հայաստան այդ ժամանակ։ Հայկական պետականությունը ընդհատումներով է գոյատևել այս հազարամյակների ընթացքում եւ Բագրատունյաց թագավորությունը 11-րդ դարի առաջին կեսին մինչև 1040-ական թվականները պատերազմի մեջ էր Բյուզանդիայի հետ, հույների հետ, եթե կարելի այսպես ասել, եւ այդ պատերազմներում պարտություն կրելով պարզապես դարձավ Բյուզանդիայի պատակ տարածքը։ Չնայած հայկական իշխանությունները ինքնավար պահպանում էին իրենց գոյությունը, օրինակ Վասպուրականում, Սյունիքում, Արցախում, բայց նրանք կարելի ասել ինքնավարություններ էին, որոնց նույնիսկ նվաճողները չեն դիպչել։ Այստեղ մի հետաքրքիր բան ասեմ ձեզ, որ հենց թուրքերը ինչ են գրում, որ սկզբնական շրջանում իրենք իսլամ չէին ընդունել։ Օսմանյան կայսրություն կոչվածը Թուրքիայի այդ հզորության գագաթնակետը ինչով է պայմանավորված, որ Օսմանը առաջինն էր, ով ընդունեց իսլամ եւ ընդունեց ջիհադ, ես այս մասին հետո կխոսեմ։ Ուրեմն երբ որ նվաճում էին այդ տարածքները, ինչու էր այդպես հեշտ ստացվում նաեւ նվաճումները, որովհետեւ մեծ բռնաճնշումների են եւ հարկային տերորի են ենթարկվում այլ կայսրությունների կողմից, օրինակ Բյուզանդիայի կողմից։ Իսկ թուրքերը եւ նաեւ մոնղոլները երբ որ նվաճում էին, ինչ որ անվանական հարկեր էին դնում, հետագայում այդ իսլամ ընդունելուց հետո նաեւ կրոնական հարկեր էին դնում անհավատության, բայց մեծ հաշվով թողնում էին իրենց կրոնական ինքնավարությունը, եկեղեցուն չէին դիպչում, որովհետեւ սկզբնական շրջանում իսլամը այդպես մեծ քաղաքականացված չէր։ Հետագայում դա քաղաքականացվեց։ Եվ չնայած նվաճվում էին ժողովուրդները, բայց ներքին ինքնավարությունը թողնում էին, որ գյուղացին լինի իր գյուղի, իր հողի սեփականատերը։ Այդպիսի բռնաճնշումներ սկզբնական շրջանում չկային եւ ընդհանրապես հարկ էր մուծում, ընդունում էր նրանց հպատակությունը եւ վերջ։ Դու քո կյանքով ապրում ես։ Սա դեր է խաղացել, իրենք էլ են նշում, որ հեշտ է ստացվել օտար ժողովուրդների նվաճելու հարցում։ Բայց հետո Օսմանից հետո իհարկե իրավիճակը փոխվեց, մինչև Օսմանին հասնելու նշենք, որ այդ Ալփ-Արսլանին հաջորդեց Մելիք շահը, որի օրոք են Սելջուկյան այդ պետությունը հասավ իր գագաթնակետին եւ նրա արևելյան սահմանները հասան մինչև Պամիրի լեռները, իսկ արևմուտքում Բոսֆոր եւ Դարդանել, այսինքն մինչև Կոստանդնուպոլիս, Ստամբուլ, բայց հենց Կոստանդնուպոլիսը նրանք այն բավական ուշ են գրավել։ Բայց Մելիք շահի մահից հետո այդ կայսրությունը շատ կարճ ժամանակ է ունենում կյանքի եւ այն բաժանվում է մի քանի բեյլիկություններ, բեյլիկների այսպես կոչված իշխանությունների, իդեպ
արաբական խալիֆայությունը նույնպես այդպիսի բաժանում ուներ, էմիրներ էին կոչվում, եւ այստեղից առաջացել նաեւ Միացյալ Արաբական Էմիրություններ, դրանք իշխաններ էին, տեղական փոքր սուլթաններ, որոնք, այսպես ասած, ապակենտրոնացված կառավարում ունեին, այսինքն կար կայսրություն, բայց իրականում տեղերում իշխանությունները բավական մասնատված էին։ Եվ խոսվում է, որ ստեղծվում է Կոնիայի սուլթանությունը, այդ քաղաքի անվանումով Փոքր Ասիայում Մանասկերտի ճակատամարտը մենք ֆիքսեցինք, չէ՞, որ դա շատ կարևոր իրենցից պատմագրության մեջ մեծ դեր է խաղում, այդ Մանասկերտի ճակատամարտից հետո նրանց մեկ այլ, այսպես կարելի է պատմական խոշոր իրադարձություն համարել, արդեն Օսման Բեկի կառավարման շրջանը, ով ընդունեց իսլամ, բայց ինչ է Օսմանյան բեյլիքի մասին հիմա խոսենք, որը հիմա դուք կարող եք տեսնել ինչքան փոքր է եղել տարածքով, այսինքն դա համարենք մի փոքր իշխան է եղել։ Այսինքն թուրքերի Օսմանյան կայսրության հիմնադիրը ծագել է այստեղից։ Օսմանյան, այսինքն թուրքերի կայսերական ինքնագիտակցությունը այստեղից է ծագում։ Թուրքերը իրենց իդենտիֆիկացնում են արդեն ոչ թե Միջին Ասիայից եկած ինչ-որ ցեղախումբ, այլ Օսմանից են ծագում արդեն Փոքր Ասիայից, իրենց հայրենիքը սա է։ Դրա համար է նրանք հպարտանում Օսմանյան կայսրությամբ, այլ ոչ թե Սելջուկյան տիրապետությամբ, որովհետև մենք տեսնում ենք, որ պետությունները կոչվում են ցեղախմբերի լիդերների անունով։ Եվ ի տարբերություն օրինակ թուրքերի եւ շատ այլ այսպես կոչվող ցեղերի, հայերը ավելի հետևողական են։ Ունեցել են հայքնահապետ, ցեղախմբի լիդեր, այդպես էլ մնացել ենք։ Այսինքն այլ լիդերների, այլ ցեղախմբերի առաջնորդների անունով մենք այլևս մեզ չենք կոչել, սա էլ է հետաքրքիր օրինաչափություն, որովհետև մենք միշտ ապրել ենք այս տարածաշրջանում։ Իսկ թուրքական ցեղերը, մեկը Սելջուկ է եղել, հետո կործանվել այդ կայսրությունը, հիմա էլ Օսման։ Այս բանը շատ կարևոր է ընդգծել։ Իրենք իրենց ցեղախմբերի լիդերների անունով էին իդենտիֆիկացնում։ Եվ ինչ է նշվում օրինակ այս գրքում, ասում է, որ պետության հաջող զարգացման համար անհրաժեշտ է 3 գործոն։ Կառավարչի կամքը, հպատակներին միավորող գաղափարախոսությունը եւ հաջող աշխարհագրական դիրքը։ Եվ հենց Օսման Բեյլիքը մենք տեսնում ենք ինչպիսի հաջող աշխարհագրական դիրքում է։ Քարտեզի վրա դուք հիմա կտեսնեք։ Պատահական չի, որ թուրքերը դա իրենց գրքում նշում են։ Եվ ինչ է այստեղ նշվում, որ Փոքր Ասիայում գտնվող այդ բեյլիկությունը, Օսմանի բեյլիկությունը համեմատաբար հեռու էր գտնվում մոնղոլական հարձակումներից։ Մենք պետք է նշենք, որ այդ ժամանակաշրջանում մոնղոլյան հարձակումներից հետո հայերը նույնպես մեծ հալածանքների ենթարկվելով, չնայած մոնղոլները կրոնական հետապնդման չեն ենթարկում, հայերը նույնպես մեծ թվով գաղթում են իրենց տարածքներից եւ ինչն է հետաքրքիր, որ ստեղծում են նոր պետություն Կիլիկիայի թագավորությունը հայերը։ Սա պատմական մի հետաքրքիր օրինաչափություն է, երբ սեփական հայրենիքից չնայած Կիլիկիայում նույնպես բազմաթիվ դարեր ապրել են հայեր, բայց կոմպակտ այդպիսի բնակություն, որ մի հատ ստեղծեն պետություն, ընդ որում սա արևմտյան մոդելի արդեն պետություն էր, որովհետև ուղիղ կարելի ասել սահմանակցում էր Եվրոպային եւ այն կաթոլիկ ազդեցության տակ էր Կիլիկիան Հայաստանը խաչակրացների դաշնակից, խաչակրաց արշավանքներում եղել է Հռոմի Պապի դաշնակիցը Երուսաղեմ ազատագրելու գործում, այսինքն եղել է բավական զարգացած արևմտյան մոդելի պետություն, բայց այն կործանվել է արդեն Եգիպտոսի մամլյուքների կողմից է կործանվել Կիլիկիան հայկական թագավորությունը, դա ավելի հետագա դարերի պատմություն է, ուղղակի առաջ ընկնելով պատմում եմ, որպեսզի այդ հարցը թե հայկական պետությունները ինչու չկային, հայերի կամքը ձգտումը ստեղծելու սեփական պետություն միշտ է եղել եւ նրանք փաստորեն այս սելջուկների, արաբների ժամանակ բավական ճնշվելով, նաև մոնղոլների հարձակումներից հետո նրանք անընդհատ այդ պետության վերաստեղծման ձգտումով ի վերջո ստեղծեցին Կիլիկիան հայկական թագավորությունը, հզոր պետություն, հզոր դաշնակից տարածաշրջանում արևմուտքի համար ընդդեմ իսլամական երկրների, բայց մենք պետք է նկատի ունենանք, որ բուն օսմանցիների առնչությունը մեզ շատ չի եղել Կիլիկիան Հայաստանին, շատ չի եղել։ Մեզ վնասել է Եգիպտոսը հարավից մամլյուքները, որոնք էթնիկ առումով նույնպես եղել են թուրքեր, ընդ որում շատերը նրանց չերքեզներ են եղել, Կովկասյան տարածաշրջանի թուրքախոս ժողովուրդներ են եղել մամլյուքները, որոնք եղել են ուղղակի զինվորականներ արաբական այդ տիրապետության ժամանակ, նրանց ապստամբությունը, նրանք ստրուկ են եղել մեծ հաշվով։ Ստրուկների ապստամբությունից հետո այդ զինվորականությունը թուրքական, վերցնում է իշխանությունը Եգիպտոսում եւ նրանց անմիջական հարևանությամբ դե ծովով միջերկրական ծովով Կիլիկիան Հայաստանը նրա թշնամին էր։
եւ նրանք են վերջ կարելի ասել կործանել հայկական պետականությունը, բայց բուն օսմանցիների հետ մեր պետությունը, որպես Հայաստան պետություն, երբեք ուղիղ բախում չի ունեցել։ Սա կարևոր է հասկանալու թուրքերի էթնիկ հոգեբանությունը։ Մի խոսքով դա մի քիչ առաջ անցա։ Օսմանը վերցնում է իսլամական գաղափարախոսությունը, ընդունում է իսլամը արաբներից ըստ էության եւ ջիհադի առաքելությունն է ստանձնում եւ դրանով իսկ ստանում նաեւ գազի հոգեվոր առաջնորդի տիտղոսը։ Ջիհադը ինչ է արաբերենից նշանակում է գործունեություն, որը ուղղված է իսլամի հաստատմանը եւ պահպանությանը։ Ջիհադը դա իսլամի տարածման գաղափարն է։ Ջիհադիստներ կոչվածները, ծայրահեղ իսլամիստները դրանք այդ գաղափարը իրականացնում են բացառապես նաև զենքով եւ սպանություններով, բայց բուն իսլամի տարածման ջիհադի գաղափարը պարտադիր չի որ տերորով եւ սպանություններով, այն ընդհանրապես հիմնականում սկզբնական շրջանում նաև խաղաղ միջոցներով է քարոզվում հպատակներին դավանափոխանելու քաղաքականությունը, զենքը դա ամենավերջին միջոցն է։ Այստեղ նշվում է, որ մոնղոլների հարձակումներից եւ ճնշումներից հետո բազմաթիվ թուրքական ցեղեր, թուրքեր գաղթել են եւ հաստատվել հենց Օսմանի Բեյլիքում եւ փաստորեն նաեւ քանակական առումով մեծացրել են Օսմանի այդ իշխանության, այսինքն մարդկային ռեսուրսների առումով մեծ դեր են խաղացել եւ թուրքերը կենտրոնացել են հենց Օսմանի տիրապետության տակ գտնվող այդ իշխանությունում։ Չնայած նշվում է, որ Օսմանը իր նվաճումներով, իր քաղաքականությամբ ստեղծել է փաստորեն նոր թուրքական կայսրությունը, բայց հենց ինքը անձամբ սուլթան չի եղել։ Մուրադ առաջինն է վերցրել այդ տիտղոսը սուլթանության, որպես կայսրության առաջնորդ։ Նշվում է, որ Օսմանը բավական խորամանկ էր եւ սկզբնական շրջանում ցույց չէր տալիս իր հավակնությունները լինելու կայսրության ինչ-որ սուլթան, եւ այստեղ մի հետաքրքիր նախադասություն կա, ասում է. անկասկած Օսման բեյը եղել է շատ խելացի մարդ, ով կարողացել է մարախուղ, այսպես մշուշ տարածել իր հակառակորդների վրա։ Եվ այստեղ նշվում է намёк на известную турецкую пословицу «Волк туман любит». Հայդի թուրքական ասացվածք, որ գայլը սիրում է մշուշ մարախուղ։ Ընդհանրապես թուրքերի Գորշ գայլեր կան, չէ, ազգայնականները թուրքերը իրենց սիրում են իրենց սիմվոլ որպես կենթանու գայլին նույնացնել եւ կիսալուսնի ու աստղի սիմվոլիկան նույնպես ինձ թվում է կապ ունի այդ հավատամքի հետ։ Նրանք պաշտում են գայլերին, գայլերի կազմակերպվածությունը, ընդհանրապես եթե ուսումնասիրողները գայլերի այս ոհմակային իրենց կառավարման շատ յուրահատուկ է, շատ կազմակերպված եւ գայլերը քիչ կենթանիներից են, ովքեր ունեն հավատարմության, հատկապես էգ գայլերը իրենց լիդերին, հավատարմության մի հետաքրքիր բացառիկ բան, որ կենթանական աշխարհին յուրահատուկ չէ։ Մի խոսքով, իրենք գայլերը սիրում են գիշերով որսանել, մարախուղին, մշուշին, եւ թուրքական մենտալիտետի մեջ կա այդ ամենը, վերջերս Էրդողաններ չէ հայտարարում, մեզնից գիշերը զգուշացեք, հույներին եւ հայերին ուղղված այդպիսի մի կոչ էր, որ մենք գալու ենք գիշերը, այսինքն հենց իրենց պատմության մեջ սա կա, այսինքն սա նորություն չէ։ Նա ասում է, հարցրեք ցանկացած թուրք դպրոցականի Օսման Բեյի մասին, նա կսկսի բազմաթիվ պատմություններ պատմել իրենց պատմագիտության մեջ, իրենց պատմական դաստիարակության մեջ Օսման Բեյը դա աստվածասման աստիճան է հասնվել, որպես հիմնադիրը պետականության, նրանք ավելի շատ գիտեն Օսման Բեյի մասին տարբեր պատմություններ, քան հարևան ժողովուրդների մասին։ Բայց ասում է, որ հենց Օսմանի մասին զուտ պատմական վավերագրություններ շատ քիչ կան կամ գրեթե չկան։ Այն ամենը, ինչ մենք գիտենք նրա մասին, փոխանցվել է այսպես ժողովրդական բերանից բերան պատմություններով։ Ես չեմ ուզում մարրանալ այդ պատերազմների, ճակատամարտերի, նվաճողական քաղաքականության մասին, մեզ այստեղ կարևոր է հասկանալ, թե թուրքերն իրենց մասին ինչ են պատմում։ Մենք տեսնում ենք, որ իդեպ իմ տեսանյութի մեկնաբանություններում նաև ակնարկար թուրքերը այս պատմաբանը չի տեսնում, որ իրենց նախնիները շեղաճք են, հա։ Իսկապես նրանք շեղաճք են եղել, դե ուզբեկները, ղազախները նրանց նախնիներն են ըստ էության եւ նրանք դա պաշտոնապես ընդունում են։ Մոնղոլների հետ նույնպես նրանք կապվածություն ունեն այդ ցեղերը։ Ինչպես է ստացվել, որ այսօր թուրքերը այդպեսին չեն, որովհետեւ ցեղախումբը դուք պատկերացրեք, ասենք հազարներով, 10,000-ներով եկե գրավել են ինչ-որ տարածաշրջան, որտեղ ապրում են 100,000-ավոր տարբեր ժողովուրդներ։ Հետո, այսինքն կարելի ասել, որ Թուրքիան դա ոչ թե էթնիկ ինքնագիտակցություն է, այլ քաղաքական պետական ինքնագիտակցություն է։
Եվ այդտեղ ապրող ժողովուրդները, հայերը, հույները, ասորիները, քրդերը, տարբեր իրանական ժողովուրդներ, որոնք շեղաճք չեն, դարերով եղել են այդ պետությունների մաս։ Հետագայում թուրքացվել են։ Եվ այսօր էլ գենետիկ հետազոտություններ են անում մարդիկ, պարզվում է, որ իրենց գենետիկայով կամ 50+1% հույն են, կամ հայ են, կամ վրացի են, կամ քուրդ են, եւ այո, այդպես է։ Այսօր Թուրքիայում ապրող բնակչության մեծամասնությունը մեծ հավանականությամբ ընդհանրապես կապ չունի գենետիկորեն թուրքերի հետ, այդ օղուզական ցեղերի հետ, այդ շեղաճք ժողովուրդների հետ։ Իրանք թուրքացվել են մշակութային առումով։ Եվ շատերի մեջ կտեսնեք այդ շեղաճկությունը, որը ուղիղ վկայությունն է այն բանի, որ նրանք գեներով կապված են, բայց շատերի մեջ կտեսնեք եվրոպական տիպի, կովկասյան տիպի դիմագծեր, եւ դա խոսում է այն մասին, որ սա, ինչպես ցանկացած այլ կայսրություն, ոչ թե էթնիկ, այլ կայսերական միավոր է, որին միավորում է ինչ-որ մի վերազգային գաղափարախոսություն։ Պետք է ասել, որ Օսմանյան կայսրությունում թուրքերը որպես ազգ, տիտուլային չեն եղել։ Օսմանցի կոչվել ավելի պատվաբեր է եղել, քան թուրք։ Այսպիսի բաներ կան, այսինքն մենք ինքներս պետք է լավ հասկանանք այս պետության պատմությունը, նրանց ինքնագիտակցությունը, իրենց իդենտիֆիկացիան, որպեսզի ավելի լավ հասկանանք այս հարևանության մեջ, որ մենք ապրում ենք, այս թշնամական միջավայրում, որ մենք ապրում ենք։ Թուրքական ինքնությունը մցվել է արդեն 20-21-րդ դարերում։ Մինչև այդ եղել է Օսմանյան ինքնագիտակցություն, որտեղ թուրքը ընդամենը մեկն էր բազմաթիվ ժողովուրդներից։ Սա պետք է հասկանալ։ Թուրքիան դարձավ էթնիկ եւ սկսեց ցեղասպանական քաղաքականություն, որովհետեւ այդ տենդենսը կար ամբողջ աշխարհում։ Փնտրեք ինտերնետում, Google-ում, ChatGPT-ին կարող եք հարցնել եվրոպացիների իրականացրած սպանությունները ժողովուրդների տարբեր ժամանակներում։ Դուք կտեսնեք, որ դա գլոբալ տենդենս էր, եւ թուրքերը օգտվելով այդ առիթից, որ համատարած անտերությունը դե առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջաններ արդեն, իրենց ազգային ծրագիրը առաջ քաշեցին, ելիթ թուրքերը, թուրքացման ծրագիրը, եւ տեսնելով, որ եվրոպացիք նույնպես տանում են այդ քաղաքականությունը հрьяաների նկատմամբ, էթնոցիդներ են իրականացնում տարբեր ժողովուրդների նկատմամբ, իրենք երևի թե մտածեցին ինչով են պակաս, բայց տվեցին անցան իհարկե եվրոպացիներին, էլի։ Դրա համար այսօր Էրդողանը, երբ Թուրքիային ասում են ցեղասպան ես դու, ասում է մի հատ ձեզ նայեք, ռուսներին է ֆռում ասում, հələ մի հատ դուք չերքեզների ցեղասպանությանը նայեք։ Դրանք թուրքական նարատիվներ են, ես չեմ ուզում դրանք արդարացնել, բայց եթե մենք ուզում ենք պատմությունը օբյեկտիվորեն հասկանալ, մենք պետք է շատ լրջորեն իմանանք, թե իրենց ոնց են պատկերացնում։ Իրենք իրենց ցեղասպան չեն համարում, որովհետև մտածում են, որ իրենք ընդհանուր տենդենսի մեջ են գործել։ Եվ եթե Գերմանիան չպարտվեր, Գերմանիան իրենք պահեր այնպես, ինչպես այսօր Թուրքիան է պահում։ Եվ թուրքերին փաստորեն ստացվեց, չնայած Օսմանյան կայսրության պարտության առաջին համաշխարհայում, Մուստաֆա Քեմալը ինչ է կոչվում հայր թուրքերի, որովհետև նա կարողացավ այդ խնդրի, այդ լուրջ խնդրի տակից դուրս գալու Թուրքիային փրկել, մեծ հաշվով փրկել Գերմանիայի ճակատագրից արդեն երկրորդ համաշխարհայինում։ Նա չգնաց անվերապահ կապիտուլյացիայի, նա փաստորեն պահպանեց հիմնական մասը Օսմանյան կայսրության եւ ամենակարևորը Կոստանդնուպոլիսը Ստամբուլի համար էր պատերազմ գնում, ես էլի շատ հետո եմ գնում, այս ամենը խոսում ենք, որպեսզի մենք այս պատմության առանձնահատկությունները խորքերը հասկանանք, ինչից ուր ենք հասել, թե ինչու է օսմանցիների համար կարևոր Արևելյան Անատոլիան, իրենց ասած մեր Արևմտյան Հայաստանը Մանասկերտի ճակատամարտով է դա կարևոր առաջին իրենց հաղթանակն է այդտեղ Վանի շրջանում։ Եվ ինչու է կարևոր Կոստանդնուպոլիսը Ստամբուլը, որին մենք հետո կհասնենք, որովհետև դա իրենց կայսրության, իրենց պետական իդենտիֆիկացիան այդ աշխարհագրության մեջ է տարածվում եւ այստեղ պատահական չի նշվում, որ 3 գործոն է կարևոր պետության հաջող զարգացման համար։ Տիրակալի կամքը եւ տիրակալն էր Սելջուկը, հետո Օսմանը։ Մյուս նաեւ հետագայում նաեւ Աթաթուրքը, գաղափարախոսությունը, որը միավորում է հպատակներին, դա սկզբի շրջանում օսմանցի լինելն էր, օսմանյան իդենտիֆիկացիան, իսլամի ներքո եւ հաջող աշխարհագրական դիրքը։ Հաջող աշխարհագրական դիրքը դա Օսմանի բեյլիկությունն էր, որը հետո ամբողջությամբ տարածվեց մինչև Կոստանդնուպոլիս եւ Արևմտյան Հայաստան։ Այդ աշխարհագրական տարածքում օսմանցի թուրք իսլամի գաղափարախոսության ներքո այդ իդեան եւ իրենց լիդերների կամքը, ովքեր ստեղծել են այդ հզոր պետությունը։ Սա է իրենց
3 անկյունակարի իդենտիֆիկացիա ինքնության, որը մեծ հաշվով այսօր էլ էթնիկ չէ, պետական է, որովհետև Թուրքիայում ապրող բնակիչների երևի թե ճնշող մեծամասնությունը էթնիկ առումով թուրքերի հետ որևէ կապ չունի։